Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն Podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Մենք շարունակում ենք խոսել բռնության տարբեր տեսակների մասին։ Այսօր թեման ֆիզիկական բռնությունն է։ Բայց եկեք միանգամից պայմանավորվենք մի բանի շուրջ։ Այսօր չենք խոսելու այն ակնհայտ օրինակների մասին, որոնք բոլորը գիտեն։ Այո, հարվածը բռնություն է։ Դա անգամ քննարկման թեմա չէ։ Խնդիրն այն է, որ ֆիզիկական բռնությունը հաճախ սկսվում է շատ ավելի նուրբ վարքերից, որոնք մարդիկ սովոր են անտեսել։ Ֆիզիկական բռնությունը ցանկացած գործողություն է, երբ մարդը իր մարմնի կամ ֆիզիկական ուժի միջոցով սահմանափակում է մյուսի անվտանգությունը կամ ազատությունը։ Օրինակ, երբ վեճի ժամանակ մեկը շատ մոտ է գալիս, մտնում քո անձնական տարածք, այնպես որ դու ֆիզիկապես ճնշում ես զգում, կամ երբ մարդը ճանապարհը փակում է, կանգնում է դռան առաջ կամ չի թողնում դուրս գալ սենյակից։ Շատերը դա անցալում են որպես թեժ վեճ, բայց իրականում սա ֆիզիկական վերահսկողության ձև է։ Մեկ այլ օրինակ՝ ուժով բռնելը կամ քաշելը։ Նույնիսկ եթե հետո ասվում է ուղղակի նյարդայնացած էի։ Կա նաև վարք, որը հաճախ անտեսվում է՝ իրեր կոտրելը կամ նետելը վեճի ժամանակ։ Թեև այդ գործողությունը ուղղված չէ անմիջապես մարդուն, այն ստեղծում է ֆիզիկական վախի միջավայր, եւ երբեմն ֆիզիկական բռնությունը կարող է լինել նաև մարմնի վրա վերահսկողություն։ Օրինակ, երբ մարդը ուժով վերցնում է հեռախոսը, պայուսակը կամ այլ անձնական իր։ Ֆիզիկական բռնությունը կարող է առաջանալ տարբեր հարաբերություններում՝ զույգերի, ընտանիքի անդամների, երբեմն նույնիսկ ընկերների միջև։ Բռնարարները հաճախ փորձում են իրենց վարքը արդարացնել էմոցիաներով, բարկությամբ կամ նյարդային վիճակով, բայց կարևոր է հասկանալ մի բան՝ ուժը երբեք պատահական չի օգտագործվում։ Ֆիզիկական բռնության նախանշանները նույնպես ունեն վաղ փուլեր։ Օրինակ, մարդը սկսում է շատ արագ անցնել ֆիզիկական տարածքի սահմանները։ Վեճերի ժամանակ նրա շարժումները դառնում են ավելի ագրեսիվ կամ դու սկսում ես զգալ, որ կոնֆլիկտի պահին քեզ մոտ առաջանում է ոչ միայն լարվածություն, այլև ֆիզիկական վտանգի զգացում։ Այս զգացումը պատահական չէ։ Մարդու մարմինը շատ հաճախ ավելի արագ է ճանաչում վտանգը, քան մեր տրամաբանությունը։ Ինչպես պաշտպանվել։ Առաջինը լուրջ վերաբերվել նույնիսկ փոքր ֆիզիկական սահմանների խախտմանը։ Այդպիսի վարքերը շատ հազվադեպ են մնում նույն մակարդակում։ Երկրորդը պահպանել ֆիզիկական եւ անձնական տարածքի սահմանները։ Եվ երրորդը, եթե իրավիճակը դառնում է վտանգավոր, առաջնահերթությունը միշտ անվտանգությունն է։ Հետևեք ձեզ ու ձեր էմոցիաներին։ Մի անտեսեք էմոցիոնալ ազդանշանները, հատկապես երբ ձեր մարմինը սկսում է զգալ վտանգ, նույնիսկ եթե բառերով դեռ ոչինչ չի ասվել։ Ես Փիսոն եմ, ու հիշեք, առողջ հարաբերություններում ուժը չի օգտագործվում վերահսկելու համար։